Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նրան Տապանն է եւ այժմ մենք զրուցելու ենք խորհրդատվական ընկերության ավագ գործընկեր պարոն Լևոն Խալաթյանի հետ։ Ողջունում եմ պարոն Խալաթյան։ Շնորհակալ եմ, որ այժմ մեզ հետ եք։ Տնտեսությանը վերաբերող շատ եւ շատ հարցեր են կուտակվել, որոնք ես փորձելու եմ այսօր, խնդրելու եմ ձեր միջոցով փորձելու ենք պարզաբանել, ինչ որ ձևով հասկանալի դարձնել։ Տվյալ դեպքում կարող ենք սկսել առաջին հարցին, հասկանալի դարձնել պետության կողմից նախաձեռնվող որոշ այսպես գործառույթներ կամ որոշ փոփոխություններ։ Եկեք առաջին թեման, որի մասին մենք խոսենք, այսպես անվանումը դնեմ ստվերը Հայաստանի տնտեսությունում եւ որպես նախաբան այսպես մի հարց տամ։ Թվում է թե պետությունը այս վերջին փոփոխություններով մասնավորապես հայտարարագիր ներմուծվեց, դրա մասին անպայման հիմա մանրամասն խոսենք եւ կարծես թե շրջարկի բարձրացումը 5%-ից 10% դեռ վստահ չեմ, մենք ինքներս աշխատում ենք, դեռ չգիտենք հաստատվեց այդ 10%-ը թե չէ, դա էլ եթե դուք գիտեք, ասում եք դա ինչ ազդեցություն կթողնի փոքր եւ միջին ձեռնարկությունների վրա եւ այսպես կարծես թե պետությունը մի կողմից փորձում է ստվերից դուրս բերել տնտեսությունը, մյուս կողմից ինչ որ փոփոխություններ է մտցնում, որոնք մարդկանց կարծիքով ավելի կարող են վնասել տնտեսությանը, վնասել ամբողջ համակարգին գործող ընկերություններին։ Սա ընդհանուր իմ հարցն էր եւ մենք կսկսենք ձեր թույլտվությամբ հայտարարագրից։ Ինչով է դա լավ, ինչով է դա վատ, որոնք են նպատակը եւ արդյոք իսկապես ստվերի դեմ պայքարի համար է դա արվում եւ դա կնվազեցնի ստվերը։ Համեցեք։ Ուրեմն ինչ վերաբերվում է հայտարարագրման մեխանիզմը ընդհանուր կոնցեպցիան ճիշտ է, դա լավ է, դա պետք է լինի, որտեղ մենք նայում ենք զարգացած երկրներում դա կա, երկրներում, որոնք հեռու են զարգացումից, դա չկա։ Ճիշտ որոշում է, բայց իր կիրառման ներդրման մեթոդները, ճանապարհները իմ կարծիքով առաջինը արված են ոչ ճիշտ ժամանակին, երկրորդը սխալ գործիքներ են կիրառվում այդ հայտարարագրման համակարգը ներդնելու համար։ Եկեք տեսնենք ինչ է ուզում մեզանից կառավարությունը։ Վարչապետը ամեն օր ասում է նայեք ինչ լավ է հայտարարագրումը, բոլորը փող են հետ ստանում եւ այլն, ինչ որ սոցիալական ծախսեր, ստվեր, ապագա եւ այլն, ամեն ինչը ճիշտ է։ Բայց երբ որ մենք մոտենում ենք տեխնիկական հարցերին, հասկանում ենք, որ այսօր 24 թվականի համար ստիպել մոտավորապես կես միլիոն մարդ, կես միլիոնը դա բավականին մեծ թիվ է Հայաստանի համար, կես միլիոն մարդ, որոնք երբևիցե ստացել են 24 թվականի ընթացքում աշխատավարձ կամ այլ եկամուտ, ասել գնացեք հայտարարագրել ձեր եկամուտները, արդեն մենք դեմ ենք առնում տեխնիկական խնդիրների։ Որոշումը կատարել, որոշումը ընդունել են, ասում են հայտարարագրեք, բայց այստեղ մենք տեսնում ենք մի հարց, ինչ եղանակով պետք է այդ հայտարարագրումը կատարվի։ Մարդը, որը որ ստացել է աշխատավարձ, իր գործատուն այդ աշխատավարձի մասին լիարժեք սպառիչ տվյալներ արդեն իսկ ներկայացրել է պետական եկամուտների կոմիտե։ Գումարների չափով, ամիսների, ամեն ինչը պետությունը դրա մասին ունի։ Հիմա եւս մեկ անգամ մենք խոսում ենք այն մարդու մասին, որը բացառապես ստացել է աշխատավարձ, իսկ այդ կես միլիոնում դրանք մեծամասնությունն են կազմում։ Մարդը ստացել է բացառապես աշխատավարձ, պետությունը այդ ամբողջ տվյալները ամբողջ ծավալով ունի, որ ամիս ինչքան է ստացել, ինչ հարկապահվե, որ գործատուի մոտ է ստացել, այդ ամեն ինչը պետությունը ունի, եւ եւս մի անգամ պետությունը ասում է քայլեր ձեռնարկի եւ ներկայացրու ինձ հայտարարագիր այդ նույն աշխատավարձի մասին, որը որ դու արդեն այդ տվյալները մենք արդեն ունենք։ Տրամաբանությունը ամենաառաջինը ասում է, եթե այդ ամեն ինչը ունեք, ինչ եք երկրորդ անգամ ուզում։ Ստեղ կանգնում են պետական այրեր եւ մեզ ասում են դուք կարող եք սոցիալական ծախսեր հետ ստանալ, որը արել է կրթության կամ բժշկության վրա, խնդիր չկա, ով որ դա արել է, թող ինքը տա, մնացածներից ինչի եք ուզում, այդ 500,000-ից կարող է 50,000-ը դա ունեն, մնացած 450,000-ից ինչի եք ուզում այդ քայլերը անեն, որ դες տան այն տվյալները, որ դուք արդեն ունեք։ Հարց եմ տալի։ Պատասխան չկա։ Երկրորդը տեխնիկական հարցերը։ Նենց սահմանափակումներ են դրել այդ հայտարարագրելու համար, որպեսզի մարդիկ դեմ են առնում լուրջ խնդիրների։ Առաջինը, ինչու բացառապես էլեկտրոնային հայտարարագիր, ինչու։ Այն զարգացած երկրներում, որ այդքան սիրում են մեզ մատնացույց անել, նայեք Եվրոպայում սենց, Ամերիկայում նենց, Կանադայում սենց,
Կա հանձնելու եւ էլեկտրոնային տարբերակ եւ թղթային։ Ինչի եք մարդուն ստիպում, որ ինքը էլեկտրոնային հանձնի, մարդը 80 տարեկան միտեղ աշխատում է պահակ, ստացել է աշխատավարձ, այդ 80 տարեկան մարդը պետք է էլեկտրոնային հայտարարագրման այդ ամբողջ քայլերով անցնի, դա մեկ։ Երկրորդը, ինչ է իրանից ինքը ինչ քայլերը իրանից, ես մի քիչ տեխնիկական դետալներ ուզում եմ բացահայտեմ, որ դուք հասկանաք ինքը ինչ դժվարություններ է առաջացնելու մարդկանց համար ու այն տվյալները ստանալու համար պետությանը, որ ինքը արդեն ունի։ Մարդը պետք է գնա ստանա նույնականացման քարտ, վճարի դրա համար 3000 դրամ։ Նույնականացման քարտ ստանալու համար պետք է գնալ դիմել անձնագրային բաժին, որտեղ հիմա մեծ հերթեր են, բաժանորդագրվել եւ այլն, այսինքն մարդը ժամանակ է կորցնում եւ ստանա նույնականացման քարտ, գնաց վճարեց 3000 դրամը ստացավ։ Հետո պետքա գնա գրանցի էլեկտրոնային ստորագրություն։ Դա պետք է անի ինչ որ մի կվազի պետական ընկերությունում, որը առաջ կոչվում էր եկենք, հիմա կոչվում է մի այլ կերպ, չգիտեմ, ես դա դետալների մեջ չեմ ուզում խորանամ, մանրամասների, բայց եկեք հասկանանք, մարդը գնաց դա ստացավ, հետո գնաց ստացավ էլեկտրոնային ստորագրություն, հետո մտավ սկսեց հարկայինում գրանցել իր անունը եւ իր գաղտնաբառը։ Հետո դրանից հետո պետք է նոր մտնի համակարգ եւ սկսի լրացնել այն տվյալները, որը էլի կրկնեմ, պետությունը արդեն ունի ամբողջ ծավալով, իմ անունով, իմ սոցքարտի համարով, իմ գործատուով ամեն ինչ ունի։ Հարց եմ տալի, ինչի է դա արվում, ինչի եք ստիպում կես միլիոն մարդուն անել մի գործողություն, որը ընդհանրապես անիմաստ է։ Եթե էլի ենք նայում զարգացած այսպես կոչված երկրների օրինակը, որը մեզ էլի միշտ օրինակ են բերում, մեր պետական այրերը, տեսնենք Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի օրինակը։ Եթե մարդը ոչինչ չունի հանձնելու, ինքը լրացուցիչ հարկ վճարելու, ինքը հայտարարագիր չի ներկայացնում։ Պետության մոտ իրանց համակարգում շտեմարանում ավտոմատ կազմում է իր եկամուտների այն հայտարարագիրը, որի մասին տեղեկություններ արդեն իսկ կան։ Ենթադրվում է, որ մարդը էլ ձեզ չունի բան ասելու։ Կբռնեք ուրիշ բան, եկեք տուգանեք, բայց եթե չկա դա, ուրեմն մարդը համարում ենք, որ ինքը այդ իր աշխատավարձը ստացել է, հարկը պահվել է, ձեզ էլ բան չունի ասելու։ Ոչ թե ձեզանից ունի պահանջելու իր այդ սոցիալական ծախսերի հատուցումը կամ բժշկական կամ կրթության ծախսերի, ինչի հնարավոր չէր անել հետևյալ կերպ, որը բազմաթիվ անգամ առաջարկվել է, քննարկվել է։ Եկեք այդ հայտարարագիրը, եթե մարդը մինչև մայիսի 1-ը, խոսում են ինչ որ ուզում են երկարացնեն, այդ ժամկետը մինչև մայիսի 1-ը ոչինչ չի ներկայացրել, պետությունը ՊԵԿ-ը իր եղած տվյալների հիման վրա ավտոմատ գեներացնում է այն հայտարարագիրը, որը պետք է աներ մարդը, տպում է, նրա մեջ ներառում է իր աշխատավարձը եւ նամակով ուղարկում է քաղաքացուն, ասում է, քանի որ դու չես ներկայացրել հայտարարագիրը, ես ենթադրում եմ, որ դու բացի ես եկամուտներից, որի մասին ես գիտեմ, ինձ ուրիշ ասելու եւ վճարելու բան չունես։ Ըստ այդմ խնդրում եմ վերցրու ես քո հայտարարագիրն, որը մենք քո համար գեներացրել ենք, պահի մոտդ, որ սա կլինի քո հայտարարագիրը, որը ենթադրենք, թե դու մեզ ներկայացրել ես։ Տակնեմ այդ փոքր տառերով թող գրի, որ եկամուտները, որոնք ենթակային հայտարարագրման տուն ես վարձով տվել, նվեր ես ստացել եւ այլն, որը պիտի լինեին, դու պիտի անես։ Եթե չես արել, խնդրում եմ ճշգրտի, եթե ոչ, մենք կգանք քեզ մի օր կտուգանենք։ Դա կլիներ նորմալ։ Կես միլիոն հատ նամակ կգար մարդկանց եւ այդ հարցը կփակվեր։ Հիմա ուզում եմ ասեմ, որն էր պատճառը, որ դուք կես միլիոն մարդու համար ստեղծում եք մի հայտարարագրման մեխանիզմ ձևի համար։ Ինչ-որ միտեղից գրանտ ենք ստացել, որ ասել ենք ներդրեք այդ հայտարարագրման համակարգը։ Դե ես նախաբանում հարցրեցի, գուցե դա ստվերի հետ պայքար է։ Ես ստանում եմ աշխատավարձ, ես ստանում եմ ամբողջ տարի աշխատավարձ։ Ամբողջ տարվա աշխատավարձի մասին հարկայինը տեղյակ է։ Ես վերցնում եմ հայտարարագիրը եւ այնտեղ ներկայացնում եմ նույն այդ աշխատավարձի տվյալները, ոչ մի բան ուրիշ, եւ տալիս եմ իրանց, ոնց ենք ստվերի դեմ պայքարում։ Դուք տուն եք վարձակալությամբ հանձնում, բայց չեք հայտարարագրում։ Էդ եմ ասում, եթե օրինակ եմ ասում։ Ոնց է կարգավորվում դա, ոնց է ստուգվում դա։ Եթե ես տուն եմ վարձով տալիս, ես պարտավոր եմ հայտարարագրեմ եւ վճարեմ 10% եկամտահարկ, պարտավոր եմ։ Բայց չեք անում։ Չեմ անում։ Ես չեմ անում։ Եթե ինձ ասեն հայտարարագրով արա, ես եթե հայտարարագրում եմ կարող է դա չներկայացնեմ, չէ՞։ Ինչ տարբերություն։ Դե իմ հարցը դա է, ինչ որ ձևով, ասենք թե դուք տանը պարապում եք, դա եկամուտ եմ ստանում։ Հա, դա բան են անում, հա, ինչպես էր դա կոչվում։ Ռեպետիտոր։ Հա։
այդպես ենք ասում, պարապում եք եւ հսկայական գումարներ են գալիս։ 10-12 աշակերտ ունեք օրական։ Այդ գումարը ինչպես եք հայտարարում եւ ինչ է լինում, եթե չեք հայտարարում։ Սա գալիս է իմ բարի կամքից, եթե ես դա ուզում եմ հայտարարեմ, ես այդ քայլերը կանեմ եւ կգնամ կներկայացնեմ հայտարարագիր եւ կվճարեմ այդ գումարը, եթե ես դա ուզում եմ անել։ Բայց եթե ես դա չեմ ուզում անել, կամ ես չունեմ այդպիսի եկամուտ, խոսքը վերաբերում է բոլորը չեն պարապում, չէ՞, կես միլիոն մարդ հաստատ տունը չի պարապում։ Խոսքը վերաբերում է այն մարդկանց, որ ընդհանրապես չունեն լրացուցիչ եկամուտ եւ չեն ուզում այդ ամբողջ տեխնիկական խնդիրներով անցնեն։ Այդ մարդկանց ազատեք, թողեք մենակ այդ տեղը այն մարդկանց համար, որոնք տուն են վարձով տալի։ Դասակարգումը ո՞նց եք պատկերացնում, ես մարդուն ազատենք, ես մարդուն չի։ Չէ, ազատելու խնդիր չի, ես ասեցի, եթե եկել է մայիսի 1-ը, ինքը ոչինչ չի ներկայացրել, չէ, ենթադրվում է, որ սա են իր եկամուտները, որտեղ եթե նույն մարդուն պարապողին ես ստիպեմ, դասախոսը համասարանում ստանում է աշխատավարձ, տունը պարապում է եւ դա ստվեր է, ընդունենք դա։ Հիմա դասախոսը կներկայացնի մենակ աշխատավարձը, որ ինքը ստանում է ինչ որ համասարանում, ստվերը չի ներկայացնի, ինչ ենք անելու այդ դեպքում։ Հա, այսինքն դուք ուզում եք ասեք հայտարարագրումը այդ խնդիրը չի։ Իհարկե չի լուծում, մարդը եթե ուզում է թաքցնի, ինքը մինչև հայտարարագրման համակարգն էլ արդեն իսկ անում էր խախտում։ Նենց չի, որ եթե ես տուն էի տալի վարձով 2 տարի առաջ, ես պարտավոր չէի դրա հարկը վճարեի եւ հայտարարագրեի։ Նույն պահանջը եղել է, այսինքն եթե ես տուն եմ վարձով տալի եւ հարկը չեմ վճարում, ես արդեն խախտում եմ արել։ Ինչ է լուծում հայտարարագրով այսպիսով մեր իշխանությունները ինչ խնդիր են։ Չգիտեմ։ Պարզապես դասակարգում են, այ դուք ասում եք ինչ որ մեկը պահանջել է, ասել է արեք, դուք էլ անում եք, մենք անում։ Հա, հնարավոր է, որտեղ որտեղ տրամաբանական բոլոր աշխատավարձ կառուցության դրա բանը։ Նայեք ոնց։ Ուզել մի տվյալ, որ ես արդեն համակարգված ունեմ, եւս մեկ անգամ մարդկանց ստիպել այդ դժվարություններով անցնել, այդ ստանալ նույնականացման քարտ, էլեկտրոնային ստորագրություն, գրանցվել ինչ որ տարբեր շտեմարաններում նոր դա հանձնել, պատճառը ո՞րն է, ուրեմն մեր կառավարությունը ընդհանրապես տեղյակ չի մեր մոտ մոտավորապես այդ կես միլիոնից, որ մի մասն է կազմում ընդհանրապես աշխատավարձ ստացողները, որոնք այլ եկամուտ չունեն։ Եթե ինքը ասի, գիտես ինչ, կես միլիոնից դա ընդհանրապես 500 մարդ է, ես կհամաձայնվեի, բայց դա 400,000 մարդա 400,000 մարդուն գցել այդ տեխնիկական խնդիրների մեջ սխալ է։ Պարոն Խալաթյան, բանկային գաղտնիքը թույլ չի տալիս, որպեսզի տեսնեն տվյալ մարդու հաշվին գումար է եկել։ Եվ փորձեն բարձել այդ գումարի ծագման։ Թող անեն, բանկային հարցնեմ գուցե դա է խնդիրը, նայելու են բանկային շարժը, ասելու են, ահա դու այսինքն գումար ունես քո բանկային քարտիդ վրա կամ հաշվիդ վրա։ Երկրորդ հարցին ենք մոտենում, շատ կարևոր է։ Բանկային գաղտնիքը փաստացի չեղարկվել է Հայաստանում այսօր։ ՊԵԿ-ը այսօր ունի առանց դատարանի որոշման իրավունք պահանջելու ինձանից իմ բանկային քաղվածքները։ 1. Բացի դրանից ինքը ինքնուրույն առանց ինձ ասելու իրավունք ունի տեսնելու իմ բանկային շարժը։ Ոչ թե բոլոր գործարքները, այլ տեսնի սկզբնական մնացորդը եղել իմ մոտ հաշվի վրա, ասենք թե 1 միլիոն դրամ։ 5 միլիոն դրամ մուտք է եղել, 6 միլիոն դրամ դուրս է եկել եւ վերջնական մնացորդը։ Այսինքն առանց ինքը որևէ դատական որոշման առանց ինձ դիմելու, ինքը իրավունք ունի դիտելու իմ բանկային ընդհանուր գումարային շարժը։ Դե դուք վարձակալությամբ հանձնած բնակարանից, եթե փոխանցումով եք ստացել, նա անմիջապես ուրեմն տեսնելու է եւ ասելու է դե հիմա հայտարարագրի։ Դե թող ասի։ Դե փաստորեն դա վաղվա հաջորդ քայլն է։ Վաղվա, բայց ինչի մենք խոսում ենք այն զանգվածի մասին, որը նայեք, մենք խոսենք Դուք պաշտպանված զանգված, այսինքն դուք ինչ որ տարբերակային մտցնում։ Եկեք քանակային խոսանք։ Եթե մենք ունենք կես միլիոն հայտարարագրման ենթակա քաղաքացիներ, որից 400,000-ը ոչ մի այլ եկամուտ չունեն, դու ինչի ես սահմանում 500,000-ի համար դժվար պարտավորություն ջանջալ, որպեսզի բռնես այն մյուսին, որպեսզի կատարեն, որպեսզի չբռնես էլ, որպեսզի իրենք ասում են բռնես, ենթադրում են, որ կբռնեն, բայց ելի եմ ասում, դա բռնելու գործիք չի հայտարարագիրը, ընդհանրապես, ով որ դա ասում է, համաձայնվեք, դա սուտ է ասում, կամ ընդհանրապես չի հասկանում, հայտարարագրումը դա բռնելու գործիք չի։ Ինչի եք դուք 500,000 մարդուն գցում այդ էլեկտրոնային հայտարարագրման համակարգի տակ, առանց ոչ մի դրա համար հիմք ունենալով, առանց ոչ մի լրացուցիչ ինֆորմացիա ստանալու,
որպեսզի ասեք գործ են կարել։ Էլ եմ ասում, վարձակալությունը, որ տալիս էր տունը եւ բաները, ինքը մինչեւ այդ հայտարարման համակարգներ էր պարտավոր հանձնել հաշվետվությունը վճարել, եւ չէր անում, ստիպեն, որ նա անի, ասենք թե։ Մենք փորձում ենք հասկանալ այդ հայտարարակի ինքը ուներ հաշվետվություն համար ինչու եմ ես 22 թվին այդ կար հաշվետվություն, որը կոչվում էր հաշվետվություն համար 1 անվանենք իրան։ Ով որ տունը վարձով տալիս էր, դի ներկայացներ հաշվետվություն համար 1-ը եւ վճարեր իր հարկը այդ վարձակալությունից։ Չէր վճարում։ Հիմա մենք 24 թվի համար բերել ենք հաշվետվություն համար 2 ենք տվել, ասում ենք ով որ վարձակալությամբ տվել է, եկեք այս հաշվետվությունը հանձնեք եւ հայտարարագրեք ձեր վարձակալության եկամուտը։ Որտեղ է բանը հավանականությունը, որ ինքը դա կանի։ Առաջ ունենք գործիք, չէր գործում։ Հիմա որոշել ենք անունը փոխենք, որ գործի։ Երկրորդ տարբերակը կանխիկով։ Դու կարող ես փոխանցումով ստանալ այդ գումարը, ասենք նույն վերցնում ենք վարձակալության թեման ենք վերցնում, որպեսզի ուրիշ իրավիճակներ չմոդելավորենք։ Տունը էլի վարձակալությամբ տալիս ես, բայց ասում ես, գիտես ինչ, մի փոխանցի, որտեղ բանկի շարժը կտեսնի, կանխիկ դուր։ Հիմա պետությունը բարթացրել է կանխիկացման եւ կանխիկ գործարքների, ուրեմն այդ գործառույթն է բարթացրել եւ կարծես թե ահագին տուգանքներ է տալիս, եթե դու չես ցույց տալիս, թե որ ուղղությամբ ես վճարումը կատարել։ Ну, այդպիսի բան չկա, որ քաղաքականություն ունի, որ կանխիկը սահմանափակելու։ Դա նորմալ չի, որովհետև պետությունը այս դեպքում պայքարում է սիմպտոմների դեմ, ոչ թե պայքարում է պատճառի դեմ, խնդրի։ Ինքը խնդրը չի ֆիքսը, ինքը տեսնում է ինչ-որ սիմպտոմներ, ասում է եկեք սիմպտոմների դեմ պայքարենք։ Մեկը ասում է կանխիկը սահմանափակենք, մյուսը ասում է հայտարարագրման համակարգ կանենք։ Դա հարց չի լուծում։ Պետք է հասկանանք պատճառը, վերլուծվի խնդիրը, խնդրին տրվի լուծում ու գնահատվի այդ լուծումը եւ ասի պատճառը ինչի է կանխիկ, ինչի հարկ չի վճարվում։ Ինչի է մեր մոտ այդ մարդիկ, որոնք որ տանը պարապում են, եկամուտ չեն վճարում, եկամտար չեն վճարում այդ իրան ստացած։ Պատճառը հասկանանք, ինչ ստվերային տնտեսություն ունենք, որոնք են այդ ոլորտները, թիրախավորենք այդ ոլորտներին ու ասենք դուք հանձնեք հաշվետվություններ։ Ոչ թե ասենք, գիտեք ինչ, մենք ունենք 500,000 մարդ, մենք Հայաստանում գիտեք որ լիքը մարդ կա, որ միայն աշխատավարձ է, չէ՞ ստանում։ Մենակ պետական աշխատողները, բյուջետային աշխատողները, համայնքային աշխատողները դա արդեն մեծ բանակ է, բացի դրանից լիքը աշխատող կա, որոնք տուն չունեն վարձով, ցավոք սրտի, հիմա չունեն այդ եկամուտը, պարապելու գիտելիքներ չունեն, որ մարդկանց պարապեն անգլերեն կամ չգիտեմ քիմիա պարապեն, տանեն իրանց որ համասարան ընդունվեն, չունեն, լիքը մարդ կա, որ ընդհանրապես ստանում է աշխատավարձ։ Այդ մարդկանց կարելի է թողել հանգիստ։ Այդ մարդկանց համար ձեզ տրվում է տվյալներ ամբողջ ծավալով։ Այդ մարդը ձեզ ուրիշ բան ասելու չունի։ Այդ մարդը ձեզ վճարելու չունի, կլինի իրան թողեք հանգիստ այդ հայտարարագրով։ Դուք հայտարարագրի եւ մեխանիզմների հետ կապված մի շարք մատնացույց արեցիք խնդիրներ, որ մեխանիզմն է լավ չէ, եւ բուն հայտարարագրի գաղափարն էլ համարում եք, իմ հիմա այդ հարցն եմ տալիս։ Համարում եք, որ եթե վերցնենք ստվերի դեմ պայքար որպես միջոց, գործող միջոց չէ։ Չէ։ Ինչ նպատակի է այսուհետ համընդհանուր հայտարարագրումը պատճառը որն է, եթե ինձ ասում են ստվերի դեմ պայքարի համար է, այս վիճակով, այս ֆորմատով, ոչ։ Ասում եք ոչ։ Շրջարկի բարձրացումը, դա լավ է թե վատ։ 5% էր առաջ, հիմա խոսում էին 10%-ին բարձրացման։ Եկեք հասկանանք ինչ է շրջարկը Իրանից ներկայացնում։ Ինքը ալտերնատիվ հարկային ոնց որ հարկային մեխանիզմ է, որը թույլ է տալի փոքր բիզնեսին վճարել ընդհանրապես շրջանառությունից ինչ-որ տոկոս, չխորանալ հաշվապահության մեջ, չխորանալ լուրջ հաշվարկների, ինչ-որ ֆինանսական թվերի, անուղղակի հարկերի մեջ եւ վճարել ստացա գումար, վճարեցի տոկոսը, հարցը փակվեց։ Այսօր հարկային է եւ պետությունը հայտարարում է, որ դա դարել է չհարաշահումների համար լավ մեխանիզմ, մեծ չարաշահումների։ Դրա հետ 100% ես համաձայն եմ։ Առանց փաստաթղթի, էլի նորից նայեք ոնց է, շրջանառության հարկ վճարողը չէ, նաև դա, բայց ասեմ հիմնականը, շրջանառության հարկ վճարողը, որը որ այսօր կարողանում է վճարել առաջ վճարում էր 5%, ծառայություն է մատուցում, շատ դեպքերում նկարած ծառայություններ է մատուցում մեծ ընկերություններին, որոնք շահութահարկից նվազեցնում են, որ չվճարեն 18%, այսինքն պետությունը այդտեղ կորցնում է 13% այդ ամբողջ գումարից։ Լրիվ համաձայն եմ, չարաշահումը ակնհայտ է, համատարած է եւ գործում է։ Բացում են ֆիրմաներ, որոնք որ լուրջ տնտեսական, նորմալ տնտեսական գործունեությամբ ու ձեռնարկատիրական գործունեությամբ չեն զբաղվում, այլ զբաղվում են թուղթ
թուղթ նկարելով։ Կան դրանք, միանշանակ կան։ Ու խնդրեմը կա։ Հիմա ոնց է հարկայինը դրան, եկեք բարձրացնենք հարկը, եկեք հանենք շրջանառության հարկը, ոչ, խնդիրը ֆիքսել են, բայց եկեք նայենք սենց, հարկայինը չի կարողանում չարաշահումների դեմ պայքարի։ Ասում ես ունակ չեմ պայքարելու։ Նամա դիմում է կառավարությունը ասում է եկեք հարկը բարձրացնենք, որ չարաշահումները պակասեն, դա նորմալ չի։ Եթե դուք վարչարարական ֆունկցիաները չես կատարում, պետք չի դրա համար, եթե էլի վերցնենք X քանակի ընկերություններ անում են չարաշահումներ, բայց բացի դրանից կան բազմաթիվ ընկերություններ, որոնք որ այդ շրջանառության հարկով ապրում են։ Ինչ որ քանակ անում են լուրջ չարաշահումներ։ Առաջինը, լուրջ չարաշահումները, դա իմ կարծիքն է, հնարավոր չի անել առանց ունենալու ինչ որ կապեր կամ տանիք նույն հարկային մարմնում։ Դա իմ կարծիքն է։ Դա ես գիտեմ, որ տենց է, որովհետև մենք ունենք օրինակի համար լուրջ հեռախոսների եւ հեռախոսների վաճառք այսօր ամբողջը չարաշահումների տակ է։ Սա այդ Նովոաբովյան, Թումանյան փողոցներում որ նայենք, բոլորը խանութներ են, որոնք վաճառում են հեռախոսներ։ Ունդեղ ոչ մեկ չի աշխատում նորմալ հարկային ռեժիմով։ Չնայած մենակ այդ խանութում որ նայես ինչքան ապրանք կա, ցանկացած շեմը գերազանցում է։ Ես գիտեմ, որ դա հնարավոր չի անել առանց հարկայինում ունենալով լուրջ տանիք։ Շրջարկի տակ են դրա։ Իհարկե, բոլորը։ Հələ գնացեք փորձեք ուզեք առնել ինչ-որ մի բան փաստաթղթով կամ փոխանցումով, գինը միանգամից մի 25% կբարձրանա։ Դրա համար եմ ասում, եթե հարկայինը չի կարողանում կամ չի ուզում պայքարել, պետք չի վերցնել կացինը եւ ջարդել ամեն ինչ միանգամից, որ ասել չարաշահումներ կան։ Կոնկրետ, ասեք, կա չարաշահումներ անող մարդկանց քանակ։ Մենք դրա դեմ պայքարել ունակ չենք։ Ինչ է դրա համար պետք անել։ 100 անգամ էլի առաջարկվել է, բայց քանի որ մեր պետությունը, մեր կառավարությունը լսելու ունակություն ընդհանրապես չունի, կողքից մենք իրանք ամենախելոքն են, միանգամից խելոք են, ոչ մի բան չեն ուզում լսեն։ Ասվեց, որ այն հաշիվները, որ տալիս է շրջարկ վճարողը, եկեք օրենքով սահմանեք, որ ծախս չճանաչվի մեծ ընկերությունների մոտ։ Այդ դեպքում ավտոմատ է չարաշահումը իրանով դուրս կգար։ Եվ կմնային այն ընկերությունները, որոնք որ շրջարկի ոլորտում են աշխատում, միայն նրա համար, որպեսզի վճարեն այդ 5%-ը, մանրածախ առևտուր, փոքր ընկերություններ, փոքր ծառայություններ, փոքր հանրային սննդի օբյեկտներ եւ այլն, որոնք որ իսկապես այդ շրջարկից օգտվում են նրա համար, որտեղ իրանք փոքր են, ու իրանց դժվար է պահել հաշվապահ, ԱՀ վճարել եւ այլն եւ այլն։ Բայց չլսեցին, որոշեցին պահել դա, բայց դրույքաչափը բարձրացնել։ Երկրորդ հարցը ինչի են բարձրացնում դրույքաչափը։ Պետությունը ասում է, որ շրջարկով աշխատող հիմնարկները, ընկերությունները ձեռքբերման փաստաթղթեր չունեն, այսինքն նրանք վճարում են շրջարկ, բայց առնում են ստվերայինով աշխատող ընկերություններից։ Այստեղ էլի ենք տեսնում մի բան, իսկ ինչի է ստվերայինով աշխատող մեծ ընկերությունը վաճառում ստվերում։ Այսինքն ստեղ էլ հարկային մարմինը իր վարչարարության ֆունկցիաները չի կատարել, այսինքն ինքն իրան չի կարող բռնի։ Ինքը ասում է ընկերություն, արի ես այնքան կբարձրացնեմ քո շրջարկի տոկոսը, որպեսզի դու ինքը չագրգռված լինես պահանջելու փաստաթուղթ քո մատակարարից։ Խնդիր չկա, էլի պահանջենք, բայց ընդունենք, որ հարկայինը այսօր ունակ չի կատարելու այն վարչարարական ֆունկցիաները, որ իրար վրա դրված են։ Եկեք մի հատ փորձենք հայտարարագրի հետ դա համապատասխանեցնել։ Եթե դու վճարում ես ավել, քան դու ցույց ես տալիս, ուրեմն դու ինչ որ կողքից գումար ունես ավել։ Վճարում չէ, ծախսում։ Ծախսում, վճարում ես ինչ որ բանի դիմաց, այսինքն ծախսում ես։ Շատ լավ։ Ահա, նշանակում է դու այն քանակի ավել հայտարարագրումից դուրս ավել գումար ունես։ Ունեմ։ Հիմա ինչպես են դա փորձում իրար հետ աշխատեցնել։ Ոչ թե եկամուտների հայտարարագրում, այլ ծախսերի հայտարարագրում։ Այսքան տարի ասում են, եկեք մենք պետական ծառայողների ու չինովնիկների ծախսերի հայտարարագրում մտցնենք, ծախսերի։ Ոչ մի բանով, պատրվակով դրան չգնացին։ Չինովնիկը այդ ծախսից է երևում քո չարաշահումը։ Բասվեց, որ եկեք ծախսերի անենք, ոչ թե եկամուտների։ Մարդ ասում է, եկամուտներով հայտարարագրում եմ այսքան, բայց իմ ծախսերը ինչ որ չեն համապատասխանում։ Ծախսերն է հայտարարագրի, ոչ թե ընկնեն իրան մանգան եւ թերթերում գրեն, որ այսինչ չինովնիկը առելատուն են, մի չինովնիկը $100,000 մեքենա է քշում եւ այլն, թո ծախսերը հայտարարագրի։ Երբ որ աշխատավարձը հարկայինով էլ երևում է։ Չէ, անգամ բանկային գաղտնիք էլ չի այստեղ։ Ծախսերի հայտարարագրման չգնացին, գնում են եկամուտների հայտարարագրման։ Եկամուտների հայտարարագրումը ոչ մի օգուտ ստվերի դեմ պայքարում չի տալու։ Եվ այս 10%-ը ինքը ձեր կարծիքով չի վնասելու գործող ընկերություններին փոքր միջին։ Սենց ասեմ։ Օգուտ է։ Չէ, օգուտ չի։
միջինով կվնասի, Գները բարձրանալու են։ Միանշանակ են բարձրացել։ Ես այն օրը մտա իմ սիրած սրճարաններից մեկը, նայեմ 20% ամեն ինչի գները բարձրացրել են, ասում եմ, ինչու, ասում եմ, դե ես հարկերը բաները։ Դե աշխատողներ չէի քննարկելու, քաղաքական հարկերը ինչի պիտի բարձրանան, ոնց հարց տվեց, ինչի է բարձրացել, ասես դե ես հարկերը բան 20% ինքը գները բարձրացրել է։ 5% է բարձրացել։ Դե զապասով են արել, հիմա կլորացրել են։ Եթե 5-ից դառնում է 10, նշանակում է ընդամենը 5% է, ճիշտ է ավելացել։ Դե իրանք պավել էին բարձրացրել։ Մենակ իրանք չէ։ Զապասով։ Բոլորը։ Բայց նայեք խնդիրը ինչու՞մ է։ Իրանք ասում են, որ 10% վճարի, բայց քո ձեռքբերումներից դու կարաս 6% նվազեցնես։ Այսինքն գնաս տիպի քո մատակարարներին, դու հանրային սնունդ ես, դու չգիտեմ, առևտուր ես, այնով որ քեզ պաղպաղակ է բերում, իրան ասա որ քեզ փաստաթղթով տա, որ կարողանաս նվազեցնես քիչ ստանաս, չէ՞։ Իրանք ասում են դու ստիպի պաղպաղակ բերողին, որ ինքը քո համար տա հաշի ֆակտուրա, որ դու կարողանաս պակասեցնես քո շրջարկը 6%-ի։ Որևէ ձևով չի կարգավորում դա անձնական բազարների միջոցով պետք է դա արվի։ Դե հիմա նայեք ինչա, պետությունը ասում է բառացիորեն չի ասում, բայց ենթադրում ենք, որ ասում է, որ ժողովուրդ ես ունակ չեմ կատարելու պաղպաղակ ստիպեմ պաղպաղակ արտադրողին, ստիպեմ, որ ինքը ստվեր չունենա։ Դու իրան ստիպի։ Ինքը ասում է դու ստիպի պաղպաղակ բերողին։ Պաղպաղակ բերողին է փոքր խանութը, ես ունեմ ընկերներ, որոնք ունեն փոքր խանութ, հարց եմ տալի, ասում իսկ ինչի չես կարողանում ամեն ինչը առնես փաստաթղթով։ Ասում է թե ես ասեմ պաղպաղակ բերողին, ինձ բեր փաստաթղթով, ինքը կասի 3 օր առաջ պատվերը ձևակերպի, 2 օր առաջ փոխանցումը արա, նոր ես քեզ կբերեմ, եթե ես տենց սկսեմ աշխատել, իմ խանութը կփակվի, եթե ապրանք չեմ ունենա։ Դրա համար ամենահեշտն է աշխատաբանը գինը բարձրացնել եւ հաճախորդից այդ գումարը վերցնել։ Պետությունը չի կարողանում ազդի պաղպաղակ արտադրողի վրա, որտեվ էլի եմ ասում, մեր մոտ շրջարկով աշխատողները տասնյակ հազարավորներ են, իսկ արտադրողները կամ ներմուծողները, որոնք որ այդ ապրանքը բերում են եւ գոյացնում են այդ ապրանքը, մի քանի 100-ն են։ Այսինքն պետությունը չի կարողանում մի քանի 100-ի հախից գա, ասի գիտես ինչ, պաղպաղակը մի վաճառի, մի արտադրի առանց փաստաթուղթ կամ մի վաճառի առանց փաստաթուղթ կամ մի ներմուծի բան ստվերում չի կարող մի քանի 100-ի վրա, ասում եկեք ես ձեզ տասնյակ հազարներից վրա բերեմ պրոբլեմ ամբողին ոնց որ ասում եմ մոբիլիզացնենք գնացեք դուք պայքարեք։ Այ եթե մենք դի պայքարենք եկեք դες գործից հանենք։ Հարկայինի բանը կրճատենք, կառավարությանը կրճատենք, եթե ամեն ինչ մենք անենք։ Խոսքը վերաբերում մի քանի 100-ի հետ հարցը լուծել կամ տասնյակ հազարին գցել կրակը։ Նույնը հայտարարագրման բան մեխանիզմով մի քանի 1000 մարդ, որը տունա վարձով տալի կամ տանը պարապում է անգլերեն կամ քիմիա, իրանց հետ կապված եկեք կես միլիոնին գցենք կրակը։ Այսինքն չի կարելի կրակել մեծ կալիբրով, ասես փռել ամբողջ դաշտը, չէ, որ եթե դու ուզում ես մի հատ մրջյուն սպանես։ Չի կարելի։ Իսկ չեն մտածել, որտեվ այլ եմ ասում, պատասխանատվություն այսօր չեն կրում իրանց ասածների վրա։ Ոչ մեկ չի նստում ու բացատրում, ինչի պիտի վարչապետը լայվերով բացատրի, որ եկեք սենց մարդը կգնա բժշկական բանի համար կստանա, հետ կստանա, ամեն օր գրում է, այսօր հայտարարել է այսքան մարդ, այսքան գումար են հետ ստացել, լավ են արել։ 5000 մարդ հայտարարել է, ստացել է վրա բժշկական ծախսերի գումարը հետ, լավ արել։ Իսկ կլինի ով որ ուզում է հետ ստանա, ինքը հայտարարի, կլինի դիտի անտակ։ Արդյունքում նորից հետ եկա իմ հարցին, արդյունքում հաճախորդն է, հասարակ մարդն է տուժում, որովհետև գինն է բարձրանում։ Հիմա եկեք գինը բարձրանում է, խոսում ենք թեման գալիս է գներ, գնողունակություն, սկսենք բևեռացված աշխատավարձերից, ընդհանրապես աշխատավարձերից սկսենք։ Հռչակվեց, որ 287,000 դրամն է միջին աշխատավարձը Հայաստանում։ Ես մի երկու թիվ վերցրեցի, ուրեմն դա մոտավորապես $730 յուրաքանչյուր, դա համարվում է, որ ամեն անհատ, աշխատող անհատ միջինում 287,000 է ստանում։ Սպառողական զամբյուղը անցած տարվա 77,000 է։ Թվում է, թե 3 անգամ ավել փող է ստանում, որտեղ է ստեղ ծուղակը այդ 287-ի մեջ եւ կա շատ մեծ քանակությամբ մարդիկ, մենք տեսնում ենք, որոնք այդ թվից շատ ավելի բարձր են ստանում։ Իհարկե կա։ Եվ շատ ավելի ցածր են ստանում։ Ստանում են 40,000, 80,000 եւ միլիոն եւ միլիոնից ավել։ Հիմա եկեք փորձենք հասկանալ ինչպես է աշխատավարձի մթնոլորտը Հայաստանում
Ես դա անունը դրեցի բևեռացված, իրավունք ունեի այդպես ասել, որ Հայաստանում աշխատավարձերը բևեռացված են։ Թե դուք կասեք ամբողջ աշխարհում է դա տենց։ Մեկը, ասենք թե նույն վերցնենք Միացյալ Նահանգներում, լոյերները շատ բարձր են ստանում, հա, իսկ հասարակ, ասենք, աշխատողը ցածր է ստանում, դա նորմալ երևույթ է։ Նորմալ է, թե նորմալ չէ Հայաստանում այդ իրավիճակը։ Նորմալ է, որ բժիշկն ու լոյերը բարձր ստանա, իսկ մարդը, որ չունի կրթություն կամ 20 տարեկան է, պարզապես համալսարանում սովորում է, գնացել է ինչ-որ կաֆեում աշխատում է որպես կոֆե պատրաստող, ինքը ստանում է ցածր։ Մեր մոտ հակառակն է։ Մեր մոտ մատուցողը կարող է ստանալ 5 անգամ ավել, քան իրավաբանը, դրա մասին հələ չասենք, էլի, այսօր մի քիչ բևեռացված է, մի քիչ այլ կերպ։ Բայց խոսանք միջին աշխատավարձի մասին, իսկ ով է ասել, որ միջին աշխատավարձը դա վստահության արժանի ցուցանիշ է։ Ով է ասել, որ պետք է միջինով հաշվել։ Աշխարհը մեր ղեկավարների սիրած զարգացած աշխարհը արդեն հետ է կանգնել միջինացված ցուցանիշներից։ Միջին աշխատավարձով հաշվարկելը սխալ է, ձեզ բերեմ մի հատ օրինակ հենց այդ 287 կամ 290 դրամ 1000 դրամի հետ կապված։ Վերցնենք 10 հոգանոց խումբ։ Մեկը ստանում է 2 միլիոն աշխատավարձ, մնացած 9 ստանում են 100,000 դրամ աշխատավարձ։ 20 անգամ տարբեր։ Մեկը ստանում է 2 միլիոն, մնացած 9 ստանում են 100,000։ Միջին աշխատավարձը այդ խմբի հենց ձեր ասած 290,000 դրամն է։ Միջին աշխատավարձը։ Բայց մենք տեսնում ենք, որ ստեղ հիմնական մասը ստանում է 100,000 դրամ։ Այսինքն միջինացվածը բևեռացված էկոնոմիկայի դեպքում ճիշտ չափանիշ չի։ Այսօր աշխարհում օգտագործում են մեդիանա գաղափարը։ Մեդիանա։ Այսինքն իրանք վերցնում են այդ 10 հոգանոց խումբը, մի հատ գիծ են մեջտեղով անցկացնում ու ասում են այն աշխատավարձն է ճիշտ մեդիանի ճիշտ, որ 5 հոգին դրանից ցածր են ստանում, 5 հոգին դրանից բարձր են ստանում։ Այսինքն այդ դեպքը մենք տենց հաշվարկենք, մենք կգայինք նրան, որ այսօր մեդիանի աշխատավարձը 100,000 դրամ է այս խմբում։ Այս խմբում։ Բայց ոչ թե 2 միլիոնը պետք է ազդի բոլորի վրա, այսինքն մենք ունենք 290,000 դրամանոց միջին աշխատավարձով խումբ, բայց ունենք մի հոգի 2 միլիոն, 9 հոգի 100,000 դրամ։ Այսինքն միջինացված աշխատավարձը ոչինչ չի ասում։ Այս վերջերս որ ես էլ ճիշտ ասած շատ էի գրել դրա մասին, ու այդ մեծ սկանդալը որ եղավ, այդ Անիվ հիմնադրամի հետ կապված, որ ցույց տվեցինք, որ այնտեղ մարդիկ ստացել են ոչ մի բան չանելու համար, կեսդրույք աշխատելու համար ամսական 10-15 միլիոն դրամ, ոչինչ չեն արել, պետության կողմից տրված 25 միլիարդ դրամը մսխվել է մի վայրկյանում, ոչ մեկ պատասխանատվություն չի կրել, դա թողենք մի կողմ, բայց եթե մարդիկ 10-15 միլիոն դրամ ստանում են պետության փողերից ոչ մի բան չանելով, դա էլ չի ազդում այդ միջին աշխատավարձի վրա։ Իսկ մարդիկ կան, որ այսօր ստանում են 200,000 դրամ 6 օրվա աշխատանքային ռեժիմով։ Էլ եմ ասում, ես նայում եմ ինչա կատարվում շուկայում։ Որոնք Հայաստանի պայմաններում աներևակայելի թվեր են։ Էլ եմ ասում, նայեք, խնդիրը ինչու՞մ է։ Քանի որ սպասարկման ոլորտը մի քիչ առաջ է ընկել մնացածներից, նույն հանրային սննդի ոլորտը, չէ։ Այսօր էլ եմ ասում, ես գիտեմ, որ եթե դու աշխատում ես մատուցող, դու կարաս ամիսը մինչև 1 միլիոն դրամ ստանաս։ Թեավճարների մասին է խոսքը։ Հա, ստվեր, թե ստվեր չի թողանք մի կողմ։ Թեավճարների մասին է խոսքը։ Բայց իդեպ թեավճարները պետք է հայտարարվեն։ Ենթադրվում է, որ հա։ Եթե ոչ ստվեր է ստացվում։ Եթե ոչ ստվեր, ինչ տարբերություն աշխատավարձա թե թեավճար։ Եթե ուսուցիչը դպրոցում թեավճար չի ստանում, չի նշանակում ինքը եկամուտ չպետք է հայտարարագրի։ Դրա հարցը չի, եկեք նայենք հետևյալ են, մի հատ հայտարարություն տեսա Facebook-ում, աշխատանքի իրար հետևից գալիս է։ Ուրեմն Ատամնաբուժարանի բուժքույր փորձով շաբաթը 6 օր աշխատելու համար 80,000 դրամ աշխատավարձ է։ Դրանից հետո գալիս է օրը մեջ աշխատելով նարգիլե լցնող 350,000 դրամ։ Այդ հերիքա, որպեսզի պատկերացնել ինչա կատարվել մեր շուկայի հետ աշխատանքի։ Որում տեսնենք նարգիլե լցնելու համար դու մասնագիտական պատասխանատվություն չպետք է ունենաս, իսկ ատամնաբուժարանի այ դա է տարբերությունը, որ լոյերն ու բժիշկը այնտեղ բարձր են ու մասնագիտական կրթություն չունեցողը ցածր է, դա մի քիչ այլ կերպ էր։ Մեր մոտ մի քիչ ուրիշ է։ Դա աննորմալություն է, այո։ Դա աննորմալություն է, դրա համար այսօր եթե նույն մեր ընկերությունում ինձ պետք է աշխատող գտնել, չէ՞։ Ես կարող եմ տալ ինչ որ աշխատավարձ, բայց եթե մարդը երիտասարդ է ու կարող է գնալ նարգիլե լցնել կամ մատուցող աշխատել եւ 2 անգամ շատ ստանալ, ինքը չի խորանա, ինքը այսօրվա հարցերն է լուծում եւ կգնա այնտեղ։ Դրա համար այսօր մենք ունենք կադրերի խնդիր։
Ցանկացած ոլորտում ունենք կադրերի խնդիր, ունենք այդ աշխատավարձերի խնդիրը, օրինակ կասիրները, որոնք որ նստած են գանձապահները սուպերմարկետներում, փողի հետ աշխատում են, ամեն րոպե մարդկանց հետ աշխատում են, ուշադրությունը ասենց անընդհատ պետք է աշխատի, քթիծակտի ունենան, գլուխտի ունենան, փողերը հաշվեն, չկորցնեն, ապրանքը ճիշտ անցկացնեն եւ այլն։ Մեկ ժպտան։ Գոնե ես չեմ էլ ուզում որ մարդիկ ժպտան, որտեղ ասում մեղք է այս մարդը, թող չժպտա, իսկականից տանջալի աշխատանք է։ Շաբաթը 6 օր աշխատում են 180,000 դրամի համար։ Շաբաթը 6 օր, այսինքն մենք ունենք լուրջ խնդիր։ Եվ այդ կասիրների հետ, այդ գանձապահների հետ դուք զուգահեռ ուզում եք ինչ-որ բան ուրիշ ցույց տալ։ Չէ, ուզում ասեմ, եթե կասիրը ստանում է այդքան եւ մենք ունենք մատուցող ու նարգիլե լցնող, մի քիչ այլ կողմ է, էլի ոնց որ այդ բանի, դա խնդիր է։ Այսօր խնդիր է։ Դա ամբողջ աշխարհում է այդպես։ Չէ, ամբողջ աշխարհում այդպես չի։ Դուք ասացիք, որ լոյերն ու բժիշկն է ստանում բարձր, մեր մոտ ստանում են այս մարդիկ բարձր։ Բայց նայեք խնդիրը ինչու՞մ է։ Խոսքը վերաբերվում է նաև այն աշխատավարձերին, որ մենք մարդկանց ստիպում ենք, որ այդ 180,000 դրամով իրանք ապրեն։ Նույն մեր այսօր նույն վարչապետին կամ ավելի շատ էկոնոմիկայի ֆինանսների նախարարներին հարց է մարդը ուզում տա հրետորական հարց է տալի ժողովուրդ, ես ասենք թե հնարավորություն ունեմ 180,000 դրամ էի ստանում, այդ էժան ավիաընկերություններով մի անգամ փոխվեցի Եվրոպա հետ եկա ու տեսա իմ մոտ հարց առաջացավ, իսկ ինչի է մեր մոտ սուպերմարկետներում կամ ծառայությունների արժեքը Եվրոպայից բարձր։ Լավ, սկանդինավյան երկրներն ու Մեծ Բրիտանիան թողենք մի կողմ, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, իսկ ինչի է մեր մոտ սուպերմարկետում, դաժե միրգը, դաժե բանջարեղենը, մսեղենը ընդեղից թանկ։ Չեք ուզում այդ հարցին պատասխանեք, միգուցե մեզ բացատրեք մի բան բացի նրանից, որ մեր մոտ ազատ տնտեսություն է, շուկան ամեն ինչ կդասավորի, մենք այդտեղ ինչ գործ ունենք էլի, եմ ասում դուք ոչ մի բանի գործ չունեք, եկեք մենք ձեզ ազատենք, լիքը գումար կտնտեսենք։ Հարց են տալի այդ մարդկանց, միգուցե մարդը իրավունք ունի, ներքին իր մեջ հարց տա։ Բացատրեք մարդկանց, ինչի մեր տնտեսությունում այդքան բարձր են գները։ Բարձր գները ինչով եք բացատրում։ Դրա պատասխանը պետք է լինի մրցակցության կոմիտեներ, ինչպես Իհարկե, մրցակցության կոմիտեն մեր մոտ, ասենց ասեմ, իր ֆունկցիան չի կատարում։ Որովհետև մենք տեսնում ենք մրցակցության բացակայությունները շատ ոլորտներում։ Մրցակցության բան, էկոնոմիկայի նախարարությունը իր ֆունկցիան չի կատարում։ Ֆինանսների նախարարը, ել եմ ասում, նայեք, մենք մտածում ենք, որ լավ կլինի խելոք մարդ, որ ինչ-որ հարցեր կարողանա լուծի, բայց ասում շատ խելոքներից մեկը ասաց, որ խելքը դա նաև բարոյական կատեգորիա է, էլի, ուղեղը ոչ թե միայն ֆիզիկական կամ ֆիզիոլոգիական։ Խոսքը վերաբերում է բարոյական կատեգորիա, թե ֆինանսների նախարարը նստում է ասում է, որ մենք չենք բարձրացնի թանգարանների աշխատողների եւ երաժշտական դպրոցների աշխատողների աշխատավարձերը, որտեղ իրանք ինչ-որ չափով լավ չեն աշխատում։ Մեր դեպքում ինչ բարոյականության մասին կարող ենք խոսել, էլի, ինչ վստահություն մեր կառավարության հետ ինքը այդպիսի բան է ասում։ Ինչ պետք է անի թանգարանի աշխատողը, որպեսզի ավելի լավ աշխատի։ Թանգարանում բերի ինչ-որ մի հատ շաուրմա դնի, սկսի վաճառել, պատկերասրահում, որ փող ավելի շատ գա ինքը աշխատավարձը ստանա։ Այսինքն մեր բարոյականությունը մեր նախարարները ընդհանրապես կորցրել են։ Իրանք վերևից նստած մարդկանց մասին դատում են նենց, ոնց որ իրանք կարող են որոշել ինչն է այսօր փող բերում, ինչը ոչ, եթե փող է բերում լավ է, եթե փող չի բերում լավ չի։ Ու այսօր այդ մարդիկ հնարավորություն չունեն, ունակությունը չեն ունենա երբևիցե ինչ որ տնտեսական քաղաքականություն առաջ տանել, չեմ խոսում ռեֆորմների մասին, ընդհանրապես հեռու են։ Թե գիտելիքների մակարդակով, թե բարոյականության, զրոյին մոտիկա, այդ օրինակը ձեզ ոնց որ Հետ գանք, փաստորեն մենք սկսեցինք շրջարկից, որի հետևանքով եւ հայտարարագրումներով փորձում էին ստվերի դեմ պայքարել, դա այսպես թե այնպես ստվերի հարցը կարծես թե չի լուծում, բայց բերում է գների բարձրացման, գնողունակությունն էլ պարզ չի էլի նորից, եթե գները այդքան բարձրանում են, մեր աշխատավարձերն էլ այդքան ցածր աշխատավարձ կա, կամ մենք ունենում ենք մեծ նոր զանգված աղքատների եւ այդ շեմից ցածր գտնվողների, եթե ոչ, ուրեմն կողմնակի եկամուտներ կան, որոնք չեն հայտարարագրում, նորից այդ շղթայի մեջ է ընկնում եւ պետությունը ոչ մի ձևով էլի չի կարողանում
որսալ, այսինքն մենք խոսեցինք այն մասին, որ այս ամենը արվում է, որպեսզի ես բռնել բառը օգտագործեցի, որսան, բայց չի ստացվում փաստորեն։ Մենք դուրս բերեցինք, որ իսկ հիմա հարցն այս գործիքներով բռնել չեն կարողանալու։ Այդ դեպքում բացատրեք, ինչու են գները դուք ինքներդ եք ասում, Իսպանիայում մարդիկ գնում են, ասում են շատ լավ գներ են Իսպանիայում։ Գալիս են այստեղ, ասում են ոնց թե նույն գներն են, մի բան էլ ավել։ Ինչպես է Հայաստանի մարդը, Հայաստանում բնակվող մարդը այդ գների հետ աշխատում, մտնում, առնում, առևտուրանում։ Տենց առևտուր չի անում, զրկում է իրան շատ բաներից։ Ահա։ Զրկում, այսինքն շեմը։ Իհարկե զրկում է։ Եթե մարդ 200,000 դրամ աշխատավարձ է ստանում, դուք ինքներդ հաշվեք, ինչից ինք իրան կարող է զրկի։ Կա չքավորության մակարդակ, աղքատության մակարդակ եւ այլն, այդպես տարբեր մակարդակներ կան։ Տարբեր մակարդակներ կան։ Այսինքն այստեղ ավելի մեծ բևեռացում է լինում։ Իհարկե ավելի մեծ։ Ոչ միայն այստեղ աշխատավարձի մասին, այլ մարդկանց կենսամակարդակի ապրելու մակարդակի մեծ տարբերություն։ Որոնք որ ստանում են այդ միջին աշխատավարձի 10 հոգանոց խմբի մասին ես ասացի, այն 100,000 դրամ ստացողները իհարկե պետքա աղքատ լինեն։ Իրանք աղքատ են։ Այն 2 միլիոն դրամ ստացողը, այդ նույն խմբի մեջ մասնակցող, ինքը շատ լավ է ապրում, լավ մեքենա է քշում, արտասահման է գնում հանգստանալու, բայց ինքը այն խմբի մեջ է, որը ձևավորում է 290,000 դրամ միջին աշխատավարձ, իսկ այդ 9 հոգին հազիվ ծերին են հասցնում։ Ասում են ազատ շուկայական հարաբերություններ են, երևի դա նորմալ է։ Չէ, դա նորմալ չի։ Եթե ամեն ինչը շուկան է որոշում, ու կարող է մեզ կարգավորող ընդհանրապես պետք չի։ Մեր մոտ ամեն ինչ շուկան չի որոշում, որտեղ եթե շուկան որոշեր, մեզ պետք չի էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսների մրցակցություն եւ այլն եւ այլն։ Մենք ինքներս մեր ոչ հարկային է պետք։ Եթե ամեն ինչ շուկան որոշի, ինչ կաշխատեմ, կծախսեմ, որտեղ ես կգողանամ ձեզ ինչ։ Դու եկել եք ինձ բռնում եք, ասում եք վարչարարություն, կարգավորումներ եւ այլն, այսինքն մենակ շուկան չի որոշում, դուք եք որոշում։ Դե գոնե ճիշտ որոշեք։ Հարցը այն է, եկամուտ ունի մարդը, կողմնակի։ Հարցը ցակ է, պետությունը ինչ է անում, ել ենք նայում, իդեալական աշխարհում ճիշտ է, որ բոլոր եկամուտները գան, հայտարարագրվեն, ինչ որ մի հատ պայմանական Շվեյցարիում նման, ամեն ինչը գա, հայտարարագրվի, պետությունը հարկեր ստանա, եւ այլն հարստանա։ Ինչու, ոնց եք համոզել մարդուն, որ դա լավ է։ Առավոտից իրիկուն այդ մարդը նայում է հեռուստացույց, կարդում է թերթեր, տեսնում է, որ կոռուպցիոն սկանդալները մեկը մյուսի հետևից։ Այդ անիֆի օրինակների բերեմ, մեր պետությունը Տիգրան Ավինյանի թեթև ձեռքով ստեղծեց մի հատ հիմնադրամ փուչիկ, որտեղ տեղավորեցին իրանց ընկերներին, եւ Տիգրան Ավինյանի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հովանավորությամբ դրեցրեցին այնտեղ լիքը մարդկանց, իրանց 10-15 միլիոն դրամանոց աշխատավարձեր, բոլորին բաժանեցին, 20-25 միլիարդ դրամ մսխեցին։ Մի քանի մի ֆոնդի մասին է խոսքը գնում, ընդհանրապես մի, դες ֆոնդերը տասնյակներն են։ Հիմա դուք 20 միլիարդ դրամ վատնել եք պետության փողերից, պետական հարկատուների փողերից, պետության փող չկա, կամ մենակ հարկատուների փող։ Մարդիկ դա տեսնում են, մամուլը ինչ որ չափով հասցնում այդ ինֆորմացիան, մարդը տեսնում է, ասում է, ինչի ես իմ այդ դասախոսության, այդ որ ես այդքան տանջվում եմ, 12 ուսանողի հետ պարապում եմ, անգլերեն սովորացնում եմ, գիշեր-ցերեկ աչքերս քյոռացնում եմ, մի հատ գործ եմ անում համասարանում եւ այլն, տամ, որ այդ իրանք այդ բաժինը 20%-ը տամ իրանց, որ իրանք տանեն այդ ֆոնդերին հարստացնեն ու մսխեն այդ գումարը։ Պետությունը ինչ է անում, որպեսզի այդ մարդը, որը որ իսկապես աշխատում է, վստահի այդ պետությանը։ Տիգրան Ավինյան է պատժում, ոչ։ Մհեր Գրիգորյան է պատժում, ոչ։ Այսինքն ստվերը իր մեջ պետք է պետության մեջի ստվերը պետք է առաջի հերթին դուրս գա։ Չէ, պետության մեջի ստվերը չի, պետությունը պիտի ստեղծի գրավիչ պայման, ասի ժողովուրդ, նայեք, մենք պայմանավորվում ենք, մեր կուսակցությունը կոչվում է, չէ՞, քաղաքացիական պայմանագիր։ Ու մենք ունենք պայմանագիր, որ դուք ձեր հարկերը վճարեք, մենք էլ այդ հարկերով ձեզ համար պայծառ ապագա կկառուցենք կամ հիմա կծախսենք նենց, որ ձեր երեխան ունենա մանկապարտեզ, դպրոց, ձեր տարեցը, ձեր ծնող ունենա նորմալ հնարավորություն գնալու հիվանդանոց, բուժվի եւ այլն, այդ կանենք։ Ասում են, հա, հարկ չկա, ասում են գումարները վճարել, գումարների քաղաքացին իր մասը պայմանագրի կատարում է, որովհետեւ մեր մոտ լավ աճել են հարկային մուտքերը, ընդունենք թե կատարել է։ Բայց մյուս կողմը նայում ենք ոնց են այդ գումարները ծախսում, ինչը այսօր ավելացե, ոնց որ ասում է հասանելիությունը, նույն բուժօգնության։ Թոշակառու մարդը ինչ բուժօգնության հասանելիություն կարող է ունենա, ոչ մի։
Այն լուրջ հիվանդությունները, որ ինքը դեմ կառնի Աստված հեռու պահի բոլորից, ինքը իհարկե չի կարող ստանալ մեր պետությունից, չի կարող ստանալ։ Ոնց է պաշտպանված։ Այդ մարդը ասում է, թե ստի վճարեմ այդ գումարը իմ դասախոսությունից, 20 տարի հետո անցնեմ թոշակի ինձ չբուժեն, այնպես այդ գումարը ոչ մեկի չեմ տա, կվերցնեմ կդնեմ բարձի տակ, վաղը ես գնամ իմ համար իմ հիվանդության համար վճարեմ։ Ոնց է պետությունը սարքում գրավիչ։ Առավոտից իրիկուն մենք թերթերում կարդում ենք կոռուպցիոն սկանդալների մասին։ Անընդհատ կարդում ենք գումարների վատման մասին։ Ես եմ գրել տասնյակ հոդվածներ դրա մասին թվերով հատ-հատ։ Ամեն ինչ է, թվերը ուր են գնացել այդ ֆոնդերի, ոնց է պետությունը ֆինանսավորում այդ ձրիակերներին, որոնք որ միլիոններ են ստանում եւ ոչինչ չեն անում։ Մարդիկ դա տեսնում են, պետությունը եթե տեսնեն, որ այդ մարդկանցից քանիսը գնացել են բանտում ու մոտակա 5-6 տարին կանցկացնեն այնտեղ, ու իրանցից այդ գումարը կգանձվի, մարդիկ կասեն լավ, գոնե ինչ որ չափով համակարգը աշխատում է, բայց իրանք դա չեն տեսնում, ասում են ինչի ես իմ մասը կատարեմ քաղաքացիական պայմանագրի, վճարեմ հարկերը, դուք ինձ դրա դիմաց ոչինչ չտաք։ Եթե պետությունը չի կարողանում դա անի, ոչ մի գրավիչ պայման ինքը չի ստեղծի հայտարարագրելու եւ հարկը վճարելու։ Գրավիչ պայման չի ստեղծի։ Համար մարդուն պետք չի մեղադրել, թե ինքը չի ուզում դա վճարի։ Դուք չեք ստեղծում պայման, որպեսզի ցույց տաք, որ ես կարող եմ այն գումարը, որը որ դուք կվճարեք, ձեզանից կփոկեք ձեր աշխատանքից կտակ մեզ, չէ, բերեք ստվերից հանեք, մցրեք օրինական դաշտ։ Ես դրա հետ լավ կվարվեմ, ես դրա հետ ծախսեր կանեմ, որոնք որ պետք են մեր պետությանը։ Այդ առատավոր շղթան ինչպես հատել, ինչպես պետությանը ստիպել, ես ասեցի, դա ստվեր է, դուք չարաշահում ասեցիք։ Չէ, եկեք sense նայենք շղթայի հենց ներսում է ստվեր։ Ես համարում եմ, որ պետությունը ներսում իր ներսում, իր համակարգում պետությունը 7 տարի արդեն իշխանության է, նոր իշխանություն է, 7 տարի ինքը ինչ որ հին մեթոդներով է փորձում աշխատել։ Ես վերցնում քաղաքապետարանը, նույն քաղաքապետարանը։ Եթե դու դնում ես նույն մարդկանց, նույն մեթոդներով, իրանք ինչ նոր բան կարող են անել։ Ոչ մի։ Ընդհանրապես ոչ մի բան չի փոխվում։ Եթե դու նույն ձևի ձյուն ես հավաքում, նույն ձևի աղբ ես հավաքում, Կոմոդ ոչինչ չի փոխվել, նույն մարդիկ գալիս են, եթե կոմոդ պետք է ինչ-որ մի բան վերանորոգել, չէ՞, մի հատ բիձուկ է գալի 90 տարեկան, այդ բահով սկսում է ինչ-որ փոստ փորել, մի 5 օր, մինչև մի բանը անում է, չէ՞։ Այսօր ձեր հենց գրասենյակի դիմաց ծառ են կտրում, էլի հենց դիմացում, դիմացը ծառ են կտրում։ Բարձացել է մեկը վերև, կտրում է ու այն վերևից գերանը, ասենք 5-րդ հարկի բարձրությունից ընկնում է ներքև ում գլխին չգիտեմ։ Եթե ոչ մի մոտեցում չի փոխվում, ոնց կարելի է ակնկալել այլ արդյունք։ Այլ արդյունք հնարավոր չի ակնկալել այդ դեպքում։ Դուք եթե անում ես նույն մարդկանցով նույն խնդիրները, ոնց կարող է խնդիրը դա արդյունքը լինի ուրիշ։ Վերցրեք նույն այդ քաղաքապետարանի հարցը։ Հարց են տալի մարդիկ առավոտից իրիկուն շփվում են դրա հետ, ասում են մենք վճարում ենք, լավ, 5-պատիկ բարձրացրեցիք մեր գույքահարկը։ Ինչ մենք դրա դիմաց ունենք։ Եթե շենքի միակ բանը որ փոխվել է, այդ կառուցապատողների համար, ասենք թե բարձրահարկ շենքի կաշառքը առաջ 20,000 էր, հիմա 200,000 դոլար է դառել։ Գլոբալ էլ բան չի փոխվել։ Նաև կարող է դաժե կես միլիոն, եթե լավ տեղ է։ Ինչ կաշառքի մասին եք խոսում։ Շինթույլտվության։ Գնացուցակ է փոխվել կաշառքի։ 10 անգամ։ Համար ասում են հələ տարոնին երկար կհիշեք, ես մեկ-մեկ ծիծաղում եի, բայց այդ գնացուցակին լսելով, հասկանալով Գիտեք ինչ նախնդիրը ներսում մարդիկ, նայեք, մարդիկ են պետք, որոնք որ այդ ռեֆորմները անեն, այդ փոփոխությունները։ Մարդիկ են պետք, մենք չունենք ներսում, որ դա անի։ Մի 20 օր առաջ վարչապետը հայտարարեց, որ եկեք նստենք տնտեսական հարցերի մասին խոսանք, ով որ մտահոգություն, առաջինը դա 7 տարի հետո պետք չէր անել մեկ հիմա նոր սկսենք խոսալ, որովհետև մենք խոսալու բան չունենք, մենք անընդհատ ենք խոսում։ Լիքը բան գրվում է նույն էկոնոմիկայի նախարարին, որը իր կարիերայում ահավոր մեծ թռիչք արեց, ինչ որ մի հատ պաշտոնից միանգամից դառավ էկոնոմիկայի նախարար, բայց ընդհանրապես իր պաշտոնը չի համապատասխանում։ Մասնագիտական պատրաստվածություն ուներ։ Չեմ կարծում։ Պահանջվում է այդ պաշտոնը։ Չի պահանջում դժվար։ Այդ պաշտոնը չի պահանջում մասնագիտականի հարց չի, շատ հարցերից ինքը ընդհանրապես բան չի, իրաց մի քիչ շփվել
խոսել է, երբ որ ինքը հələ պատգամավոր էր, հասկացա, որ ինքը թեմայից ընդհանրապես չկա։ Բայց նայեք խնդիրը ինչու՞մ է։ Վարչապետը ասում է, եկեք մենք քննարկենք տնտեսական հարցերը հանրության հետ։ 7 տարի հետո են քննարկում այդ հարցերը մեկ։ Երկրորդը ոնց է ինքը սելեկցիան արել, բաժանել։ Ասել է, ով որ 50 միլիոն դրամից ավել հարկ է վճարել ընկերությունները, թող իրանք նամակ գրեն իրանք առաջարկներով, քննարկենք, ձևավորենք ինչ-որ բան, նստենք խոսանք։ Առաջինը ինչի է հարկերով բան անում, երկրորդ ինչի հարկերի չափով է որոշվում այն մարդկանց շրջանակը, որ կարող է հարցը ներկայացնի։ Կարող է որ հարկ վճարողը մեր օրվա հերոսն է, ոնց որ ինքն էր հայտարարել, բայց խոսքը նրա մասին է, որ այդ նույն հերոսը արդեն հիասթափվում է, ոնց են իր գումարները ծախսվում, դրա համար կարող է արդեն էլ չուզենա հարկ վճարի։ Եվ երրորդը, ամենակարևորը, ելի խոսքը գնում է պոպուլիզմի մասին, ոչ թե լուրջ խնդրեմ քննարկելու մասին։ Քանի հատ կա 50 միլիոնից ավել վճարած հարկ ընկերություն։ Մոտավորապես 2000։ Այսինքն 2000 մարդը պետք է գա նստեն ինչ-որ հարց քննարկեն։ Ինչ դա դառավ էլի, եթե ոչ քաոս։ Այսինքն խոսքը էլի գնում է բանի մասին։ Այսինքն մենք չունենք հնարավորություն ստիպելու ինչ-որ բան փոխելու։ Նույնիսկ եթե A իրանք չեն կարում, B մենք ասում ենք ոնց է պետք։ Լսել չկա։ Այսինքն մենք այսօր գնում ենք հոսքով, սենց գլորվում գնում ենք, որովհետև մենք այսօր իմ կարծիքով լուրջ ճգնաժամի, տնտեսական ճգնաժամի առաջ ենք կանգնելու շատ շուտով։ Բայց մենք ընդհանրապես դրան պատրաստ չենք, որովհետև այս 2-3 տարին, որ շատ փող եկավ, ոնց որ օդից փող եկավ կապված թե ռելոկանտների հետ, թե Հայաստանի տրանզիտ դիրքի հետ, որը հնարավորություն տվեց լիքը ապրանք արտահանել, չերես Ռուսաստան մտցնել, տանել Էմիրատներ, Եվրոպայից բերել, տանել Ռուսաստան եւ այլն, փող գոյացավ, բայց այդ փողի հետ մենք վարվեցինք շատ, պետությունը վարվեց շատ փնթի ձևով, այսինքն ոչ մի կայուն զարգացման գրավական չդրվեց այդ փողը։ Մենք պարզապես ծախսեցինք իրանց եկած փողը, ծախսեցինք, բաժանեցինք, կերանք խմեցինք ու հիմա երբ որ ճգնաժամը գծեցի մեր դուռը, մենք չենք ունենա ոչ մի ռեսուրս, որ դրան դիմակայենք։ Այդ է խնդիրը, որ ես ասում եմ, որ այսօր մեր տնտեսական ոլորտի պատասխանատուները չունեն ոչ մի ռազմավարական ռազմավարական Դե չեն կազմել ռազմավարություն, տեսլական են գոնե մի 3-5 ռազմավարական ծրագիր, գոնե մի 5 տարի առաջ նայելու։ Մենք նայում ենք այս տարի ինչ ենք մենք անելու։ Խնդիրը դա է։ Մենք քիչ շատ շեղվեցինք, բայց չենք շեղվել, գալիս ենք տնտեսական ճգնաժամ է սպասվում, ասացիք դուք։ Ну, հա, ինձ թվում է, հա, սպասվում։ Տնտեսությունը առողջ է, կարողանալու է այդ ճգնաժամի։ Ոչ, առողջ չէ։ Այն տնտեսությունը, որտեղ տենց բևեռացված աշխատավարձներ են, չի կարող լինել առողջ, որովհետև կադրային հարցը ցանկացած տնտեսության մեջ շատ կարևոր է։ Դուք ունենաք կադրային ռեզերվը, որը որ կարող է տնտեսությունը առաջ տանի, բայց մենք այդ կադրային ռեզերվը չունենք, որովհետև այսօր մարդիկ ասում են, նույնիսկ մասնագետ չի դաստիարակվում, չի սովորում, որտեղ ցանկացած դեպքում առաքիչ, տաքսիստ, մատուցող, հարգիրը լցնող ավելի գրավիչ պայմանների մասնագիտություններ կան, քան թե նրանք, որ կարող են զարգացնել հետագայում տնտեսությունը։ Առաջինը, դա կադրային հարցը լուրջ է։ Գնաճը, որ մենք արդեն այնքան բարձր գների ենք դեմ առել, չէ, ցածր աշխատավարձերի դեպքում, աշխատավարձերը չեն համապատասխանում գներին, որ մենք արդեն այդ բարձր գների դեպքում չի կարա մեր տնտեսությունը լինի առողջ, աշխատավարձ գներ։ Այդ տարբերության դեպքում առողջ չի կարա լինի։ Ու եթե դու ինչ-որ բանում առողջ ես, քեզ պետքա դիագնոստիկա, ախտորոշում, պարտադիր, որով պետքա զբաղվի կառավարությունը, բայց մենք ախտորոշում չենք անում։ Մենք անդադ ասում ենք, այսքան տնտեսական աճ, այսքան զարգացում, այսքան տնտեսական ակտիվության չափանիշ, անդադ դրա մասին ենք խոսում, որ ընդհանրապես գործին չի վերաբերվում, էլի։ Պատրաստվում են Եվրամիության ուրեմն ավելի սերտ ինտեգրում, դեպի Եվրամիություն են գնում եւ հարցեր բարձրացրեց, ամենայնիվ Ռուսաստանը բարձրացրեց, ասեց Հայաստան, եթե դու գնալու ես Եվրամիություն, դու ԵԱՏՄ-ից պետք է դուրս գաս, կամ։ Ով է ասել այնպես բան։ Կա այդպիսի խնդիր։ Չէ։ Ով է ասել, որ պետք է դուրս գաս։ Առաջինը մենք Եվրամիություն, չգիտեմ, գնում ենք թե չենք գնում։ Եթե գնում ենք ինչ արագությամբ ենք գնում եւ ինչ պայմաններում, հենց որ կգնանք կդառնանք Եվրամիություն, կմտածենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, որտեվ եթե հարցը իրանք են դրել, թե մերոնք։
Հարցը տենց օդում կախված է, մենք դուրս չենք գալիս, ԵԱՏՄ-ն մեզ ձեռք է տալիս, անդադ ասում են մեր պաշտոնյաները։ Մյուսները ասում են պետք է անհապաղ դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ ընդհանրապես բոլոր։ Եմ ասում, այդ այնքան տեխնիկական ու անիմաստ հարց է։ Տեխնիկական։ Հա, տեխնիկական, ԵԱՏՄ-ն ինչ։ Քաղաքական։ Քաղաքական, հա։ ԵԱՏՄ մենք մտանք քաղաքական պատճառները, հիմա էլ դուրս գանք էլ քաղաքական պատճառները։ Պատրաստ ենք դուրս գալու ԵԱՏՄ-ից։ Եթե հանկարծ հարցը իսկապես այդպես կտրուկ դրվի, պարզ է, որ կտրուկ դրված չէ, ասում եք դուք։ Եթե կտրուկ դրվի, կամ մենք ինչ որ մի պահի գնում ենք, աշխատում ենք այդ ուղղությամբ, որ ինչ որ մի պահի ԵԱՏՄ-ից պետք է դուրս գանք։ Եվ դրան նախապատրաստվել է պետք։ Իհարկե պետք է նախապատրաստվել, որտեղ մենք ԵԱՏՄ-ից այն բարիքները, այսպես ասած, չենք ստանում, որը ակնկալվում էր հենց սկզբից։ Գնալով իզոլյացիան Ռուսաստանի մեծանալու է ու կախված նրանից նաև տնտեսական կապերն են սկսելու դժվարանալ մեր միջև։ Խոսում եմ Ռուսաստանի մասին, որտեղ մնացած պետությունները բացի ԵԱՏՄ-ից մենք Ռուսաստանի հետ որևիցե ձևով չենք կարողանա շարունակել եւ ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ չենք կարողանալու կապեր ունենալ, եթե այդ կառույցից դուրս գանք։ Ուզում եմ ասում, կառույցով է պայմանավորված տնտեսական։ Դե կառույցով պայմանավորված այնքանով, որ մենք կարողանում ենք ապրանքներ ձեռք բերել եւ ապրանքներ վաճառել առանց մաքսատուրքերի։ Ընդհանրապես դա։ Ուրիշ ինչ ես չգիտեմ, աշխատուժը, որը կարող է գնալ Ռուսաստան աշխատել առանց թույլտվությունների, առանց բաների արդեն բարդացնում են թքած ԵԱՏՄ-ի համաձայնագրերի վրա։ Մաքսատուրքի թեման է միայն։ Ազատ առևտուր։ Ինքը իր բանով կանոնադրությամբ տնտեսական միավորում է, ոչ թե քաղաքական։ Իհարկե դա տենց չի, որ ինքը տնտեսական է միայն, բայց այսօր մաքսատուրքերի բացակայության հարցն է, բայց մենք այսօր առանց մաքսատուրք վաճառում ենք ապրանք Ռուսաստան, առանց մաքսատուրք ստանում ենք, բայց այն խնդիրը, որ մենք ամբողջ աշխարհից փակվել ենք այդ մաքսատուրքերով, որ մենք հասարակ մեքենայի ներմուծումը, որ մենք չենք կարողանա հասարակ մեքենա ներմուծի Հայաստան առանց Ռուսաստանի ընդունված մաքսատուրքերը վճարելու, դա խնդիր է, ով է նստե հաշվե, մենք որտեղ ենք կորցնում, որտեղ ենք շահում, որտեվ այն մարդը, որը որ ստորագրել էր մի գիշերում ԵԱՏՄ մտնելու համաձայնագիրը, ինքը հաստատ տնտեսական կատեգորիաներով չի մտածել։ Սրանք պիտի ստորագրես, ինքը ստորագրել է։ Դա ատարբերակ ոչ մի ձևով չի խանգարում, մեր արտադրողները ինչպես արտադրում էին, այնպես էլ արտադրում են, որակի վրա չի ազդում, բետարբերակ դա խիստ սահմանափակում է եւ մեր արտադրությունը եւ մեր արտադրության որակը ԵԱՏՄ-ում գտնվելը։ Նայեք ոնց մեր արտադրության համար, եթե մենք այդպեսին ունենայինք, մեր տնտեսական ոլորտի պատասխանատուները կարող են սահմանել նենց պայմաններ, որ մեր արտադրությունը զարգանալ, բայց քանի որ դա իրանք չեն անում ունակ չլինելու պայմանով։ Դրա համար այդ նույն տեղը լցնում է Ռուսաստանից եկած ապրանքները։ Բելարուսից, Ռուսաստանից, այսօր շատ հեշտ է ամեն ինչը կլիկ անել Viber-ից պատվիրել։ Նենց գնային բաներ են, որ մեր մոտ արտադրություն չի կարա զարգանա։ Նույն այդ ապրանքների։ Դրա համար եմ ասում, ել եմ ասում, դուրս գալ կամ մտնելը ցանկացած քայլ պիտի ունենա իմաստ։ Երբ որ մտնում ենք, մեզ ոչ մեկ չի հարցրել, մտնենք թե չէ։ Ինքը դրել է, ասել է, էսա մտնում ենք, որոշել եմ ես 2013 թվին։ Դուրս գալն է, մեզ պիտի ասեն, դա ինչ է, մեզ հարցնում են։ Մեզը դա ով է։ Հասարակությանը, մարդկան ժողովրդին հարցնում են, ուզում են դուրս գամ թե չէ։ Իսկ արտադրողներին օրինակ։ Ինչ արտադրողներ, մենք ինչ ենք արտադրում։ Շահագրգռված են։ Մենք ունենք մի քանի արտադրողներ, որոնք արտահանում են Ռուսաստան ապրանք։ Արտահանում են միրգ մանջարեղեն, արտահանում են պահածո, արտահանում են ալկոհոլային խմիչքներ։ Դրանց մասին հələ որ գիտեմ, Շիրուչամիջ, հա։ Չհաշված այն բանը, որտեղ Հայաստանը դարձել է տրանզիտ երկիր, որ ներմուծում ենք Հայաստան, արտահանում ենք Ռուսաստան, այս կապված սանկցիաների հետ։ Եթե սանկցիաների ֆակտորը հանենք, չէ, ինչ ենք մենք այսօր արտահանում Ռուսաստան, դա դրանց արտադրողներին լավ է։ Ընդունում եմ, բայց էլի, եթե մենք քաղաքական հարցերը Ռուսաստանի հետ գնալով վատանա, այդ արտադրողների մոտել են լինելու խնդիրներ, ոնց որ մենք տեսանք Ծիրանի պատմությունը անցյալ ամռանը։ Փակեցին, թողեցին, փչացավ, դժվարություններ ստեղծեցին գնալու հետ կապված, այսինքն ցանկացած օրենքին եւ ԵԱՏՄ-ի պայմանագրին կան ոչ ֆորմալ արգելքներ, որը կարելի է կիրառել։ Այլ կերպ ասած, պատրաստ չենք։ Չեմ կարող ասեմ։
շուկաները ընդլայնելու այդ դիվերսիֆիկացիա ձևակերպումը, որ ասում Սենց ասեմ, այսօր մեզ Արտահանման լավ, եկեք կոպիտ ասեմ, այսօր մեզ կամպոտ ծախելը Ռուսաստան ավելի հեշտ է, քան թե կամպոտ ծախելը պայմանական Ֆրանսիա։ Դե ուրիշ արտադրություն մտածենք, Չէ, բան դժվար կլինի, արտադրում առաջինը մրցունակ չի լինի այդ նույն կամպոտը Ֆրանսիայում, որտեղ ես ոնց ասացի, Ֆրանսիայում ավելի էժան է ամեն ինչ սուպերմարկետում, քան թե Հայաստանում։ Մրցունակ չի լինի, տանելը երկար է ու կարող է մեր այդ կամպոտը այնտեղ չվաճառվի, բայց եթե մենք խոսում ենք կամպոտի կատեգորիայով, մենք հասկանանք այդ կամպոտը մեր տնտեսության մեջ ինչքան տեղ է կազմում։ Արդյոք այդ այն զոհն է, որ մենք կարող ենք տալ։ Նստած է մեր մոտ էկոնոմիկայի նախարար, ինքը պետք է հաշվի ասի, գիտեք ինչ, եթե մենք այսօր դուրս գանք ԵԱՏՄ-ից, չմտնենք Եվրամիություն, այսօրվա գործող պայմանագրերում մենք կորցնում ենք այսքան, ձեռք ենք բերում այսքան։ Պետք է համեմատի ասի, սա դրական ոնց որ արդյունք է։ Մարդը պետք է կարողանա գումարել հանել իմանա, որ նստի ասի, մենք վերլուծել ենք, դուրս գալուց մենք կկորցնենք այսքան, ձեռք բերենք այսքան։ Դրա դրական կամ բացասական արդյունքը այսքան է։ Եթե մենք կողմ ենք դնում քաղաքական բանը մասը այդ ամբողջ հարցի, բարձ պետք է ասի, որ մեզ այսօր ձեռք չի տալի դուրս գալը, որովհետև կամ մենք կկորցնենք, պատրաստ ենք արդյոք, թող քաղաքական մարմինը ընդունի իր որոշումը, բայց ինքը դա չի անում, ոչ ոք դա չի անում։ Ես այդ թվերը չունեմ, որպեսզի դա անեմ։ Ինքը պետք է աշխատի այդ արտադրողների հետ եւ հասկանանք իրանք ինչ շուկաներ ունեն, ինքը խթանում է, որ իրանք փնտրեն այլ շուկաներ։ Այն վերջին հարցը դա էր, պետության դերը այդ տնտեսության մեջ։ Արդյոք պետությունը չպետք է խրախուսի ներքին արտադրողների։ Պետք է։ Արդյոք պետությունը չպետք է որոնի ճանապարհներ, թե դա կասի դա ցանկացած ընկերության արտադրողի խնդիրն է, որոնի ճանապարհներ արտահանելը ավելացնելու։ Պետությունը ինչ որ ձևով մեր պետությունը, մեր տնտեսական այս մոդելի մեջ ինչ որ ձևով մասնակցում է տեղական արտադրության խթանման, տեղական արտադրողի պաշտպանության եւ արտահանումը խթանելու հարցում։ Տենց լուրջ տվյալներ չունեմ, բայց կարծում եմ ոչ։ Չի անում։ Ով անի։ Իմ հարցս մոդելի, այսինքն եթե պետք է անի, գուցե պետք է անի, դեկլարացիաների եւ լոզունգների մակարդակով, այո։ Հա, դեկլարացիաների եւ լոզունգների մակարդակով, հա, խթանենք արտահանումը, տեղական սպառողը, մեր բաները օգտագործենք, մեր ոնց որ ասում է, մրցակցային հնարավորությունները, Հայաստանի ծիրանը եւ այլ կոնյակը եւ այլն, արվում է, բայց չեմ կարծում, թե նայելով ոնց են լուծում մնացած հարցերը, չէ՞, մեր պետական այդ չինովնիկները ոնց են անում։ Ես խիստ կասկածում եմ իրանց ունակությունների մեջ անել ավելի բարդ բան, որը որ դուք ասացիք, դա բավականին բարդ բան է։ Խթանել տեղական արտադրությունը, խթանել արտահանումը, դա ամենաբարդ հարցերից մեկն է տնտեսության մեջ, այս մրցակցային աշխարհում, որը որ շատ մրցակցային է։ Եթե իրանք պարզ բաները չեն կարողանում անել, տենց բարդի մասին ես հույս չունեմ։ Ես շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, ցավոտ հարցեր էին եւ հա, պեսիմիզմը կա։ Պեսիմիզմ չէ, հեռանկարը պետք է տեսնենք, պետք է տեսնենք, մենք տեսեք վերջին, հենց միայն վերցնենք վերջին հարցը, պետք է անի պետությունը թե ոչ, կարողանում է անել թե ոչ, դրանք մի քիչ տարբեր հարցեր են, ինձ դուք ասում եք չի կարողանում անել, իսկ ես անհանգիստ եմ, որ գուցե նա չի էլ համարում, որ պետք է անել, եւ այդպես բոլոր հարցերում։ Դե ես իրանց գլխի մեջ չեմ կարող մտնեմ, Չէ, մենք ունենք տնտեսական լոզունգների, հա, ունենք, հա, դա կենացի նման մի բան է։ Տնտեսական քաղաքականություն, այո, տնտեսական քաղաքականություն։ Կենացի նման մի բան է։ Ցավոք։ Հա։ Ես դրանց կենաց եմ։ Շնորհակալ եմ, պարոն Խալաթյան։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք խորհրդատվական ընկերության ավագ գործընկեր Լևոն Խալաթյանի հետ։ Զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։